Պահ, արժանապատիվ հայրենակիցներ, նորից ուղիղ եթեր ենք միացել, հոսանքի տելեգրամյան ալիքում, այսօր փետրվարի 1-ն է, Իրակի 2026 թիվ։ Ասել եմ, որ ես փորձելու եմ մի անգամ անգլերեն, մի անգամ հայերեն, ուտես փոփոխեմ, որ նաև մեր Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները մեզ լսեն, բայց կարծում եմ ավելի կարևոր է շեշտը դնենք հայերենի վրա։ Էլի կմտնեմ անգլերենի ուղիղ եթեր, ուղղակի կարծում եմ, քանի որ Հայաստանում ենք, քանի որ մեր շարժումը Հայաստանում է, քանի որ բնականաբար մեր նպատակն է նախ եւ առաջ մեր ուղերձը հասանելի դարձնել Հայաստանում, կարծում եմ հարկավոր է, որ ավելի շատ կարևորություն տանք հայերենով ուղիղ եթեր մտնենք։ Հետո երբ ժամանակը գա, որ մեր շարժումը աճի, ավելի լայն լսարան ունենա, այս ժամանակ բնականաբար անգլերեն ավելի շատ կարող ենք ուղիղ եթեր մտնել, խնդիր չկա։ Ինչպես գիտեք, միշտ ասենք փորձում ենք ներկա իրադարձությունները քննարկել, նաև օրինակ մեր գրառումների հետ կապված նյութերը փորձում ենք միշտ մի թեմայի մասին խոսենք, բայց չի ստացվում։ Անընդհատ շեղում ենք, որովհետև իրար հետ նորից ասեմ կապված է, մենք մեր շարժումը ունի լայն աշխարհայացք, ասենք մենք միակ չենք ֆիքսվել միած մանր խնդիրների վրա, ոնց որ Հայաստանը մենակ sense քաղաքական ոնց որ կազմակերպությունների ուշքի միտքը մենակ sense Նիկոլին հանեն, այդ ամբողջ աշխարհը պատտվում է միայն ասենք դրա շուրջ։ Նիկոլին հանեն ու ինչ որ մեկը գա ու լավ կլինի ու վերջ, ասենք, այդ է։ Այդ լայն ընդհանրապես ոչ մի լայն աշխարհայացություն է, մի նեղ միած sense շրջանակ է, էլի, իրանց մոտ։ Ու այդ է ողբալի մեր քաղաքական դաշտը դա է։ Ցավալիներ գումարը, ռեսուրսները այդ նման մարդկանց ձեռքում է, իսկ մենք որ ունենք տեսլական, ունենք նպատակ, ունենք վճռականություն, ունենք կամք, այդ ամեն ինչ ունենք, բայց պակասում է նյութականը, իսկ իրանց մոտ հակառակը չունեն այդ ոչ մեկը, բայց կա նյութականը։ Ամեն դեպքում ես ասել եմ նախկինում, որ կարևորը նախ այդ հոգևոր արժեքներն են, հոգևոր այդ զենքերն են, դրանից կբխի նյութականը, բայց նյութականից չի կարող հոգին բխել։ Այդպես որ այդ եմ ասում, որ մենք ամեն հարցում ամեն հարցին անդրադառնում ենք, ամեն հարցին շուրջ ասենք մենք խոսում ենք, մենք չենք խուսափում, մենք հստակ ասում ենք առանց քաղաքական կոռեկտության, առանց ինչ որ ավելորդ ինչ որ դատարկաբանության մենք ասում ենք ինչ որ մեր հայրենակիցները պետք է լսեն։ Իհարկե, չենք ասում որ ինչ որ ասում ենք 100% միշտ ճիշտ է, բայց մենք ինչ որ ասում ենք, ինչ որ քննարկում ենք, ես փորձում եմ որքան հնարավոր է ողջամիտ ու տրամաբանական վերլուծություններ անել, չնայած մեկ լինում է որ զգացումները ազդում են, որովհետև դժվար է էլի մարդ չզայրանա տեսնելով թե ինչ է կատարվում, տեսնելով ամբողջ խելագարությանը, նախ ուզում եմ դրան անդրադառնալ, երեք տված ճառոս դրա մասին է, թե ինչ ասենք խելագարություն է տիրում, էլի, մեր երկրում, որ այս կարևորը բանակի մասին, հիմա քանի որ բանակի օրն էր, 2-3 օր առաջ, կարծում եմ հարմար է նախ մի քիչ ավելի ազատ խոսենք մեր բանակի կարևորության մասին ու որքան ու ինչպես են փորձում հայադավները, արտաքին թշնամիները մեր բանակը աստիճանաբար ներսից քանդեն, բայց ձևացնում են, որ իբր բանակ են զարգացնում, իբր ցավում են բանակի վիճակը, բայց հետաքրքիր է հակասությունը, չէ՞, ասենք մարդ չի իմանում ինչ կարծի, համ ասում են բանակ են, իբր ռազմական բյուջեն է ավելացել պատերազմից հետո, բայց հետո միաժամանակ էլ ասում են դե բանակը կարևոր չի, լեգիտիմությունն է կարևոր, ասես հետո մակերեսորը ասում ցույց են տալիս որ բանակ են զարգացնում, հատկապես վերջերս ասես, չէ՞, դու ցույց տան համազգեստ են փոխում, նոր զենքեր են արել, այդպես բաներով մարդկանց ուզում են, ասենք, համոզեն, որ իրանք չէ, ասենք, անվտանգությունը պահում են, ամեն ինչ լավ է, բայց մենք տեսանք, չէ՞, ինչ եղավ։ Հենց պատերազմից առաջ
Թե կապ չունի նախկինների թե այսպես ասած ներկաների օգնեմ սիրվեցի շակերտների մեջ եմ այդ բառերը բնականաբար օգտագործում, բայց ինչ էին ասում, ամենամարտունակ բանակն է այս տարածաշրջանում, մենք բոլոր մենք ռազմական խնդիրները մեր դրված կարող են լուծել, ճշտամի ձև չկա, ինչ էր ասում են Դավիթ Տոնոյանը, ասում էր նոր պատրաստ, նոր տարածքներ։ Մենք հիմա ենք հասկանում, որ ինքը իրականում նկատի ունի ցավալի է, էլի, ասենք, չգիտես մարդի ծաղիթը խնդա, բայց ասում էր նոր պատրաստ, նոր տարածքներ, մենք կարծում ենք դա բնականաբար, չէ, ասենք առողջ հայը տես կմտածի, որ ինքը նկատի ունի, որ նոր տարածքներ ենք ազատագրելու, ինչպես օրինակ Նախիջևանը, ես ասենք առաջին անգամ որ լսեցի Դավիթ Տոնոյանի այդ խոսքերը, ես էի կարծում, ասի, ջան, ասենք, գոնե լավ, դե պարզ այդ ժամանակ Նիկոլին, ասենք, էլի դեմ է, միշտ դեմ եմ եղել, բայց ասի լավ, գոնե ինքը գոնե դիտի որ ասեց, լավ, ասենք, կարող է բան։ Տեսել նոր է եկել Հայաստան այդ ժամանակ, հələ մի քանի տարի էր, ես էլի այդ կեղծ հույսերով ուզում էի, ոնց ինքնախաբերությամբ է զբաղված, կարծում եմ, հա, դա հələ չէի ուզում հավատալ, որ ամբողջ համակարգը այսքան կոռումպացված է, այսքան փտած է, ինչքան որ հիմա ասենք տեսնում եմ, էլի, ես չէի ուզում դա հավատալ։ Հիմա եմ ես վերջին պատերազմից հետո, հատկապես այդ նորից ասեմ այդ ընտրուց 21 թվականի հայտարարական ընտրություններից հետո ժամանակ ես արդեն 100% համոզվեցի, որ այս ամբողջ համակարգը փտած է, մինչև հիմքը, մինչև արմատները, դրա պատճառով հոսանքը ստեղծվեց։ Բայց այդ ժամանակ ես էլի այդ սին հույսեր ունեի, կեղծ հույսեր ունեի, որ չէ, կարող է մեջները մարդիկ կան, կարող է ես դրա համար այդ հույսով ես գնացի պատերազմի, ես հույսով էր կամավորագրվեցի գնացի, որ ասի, հա, լավ, գիտեի ես ասենք դավաճանա, այս կառավարությունը, բայց ասի գոնե գեներալներ կլինեն, գոնե ոնց որ, չգիտեմ, էլի, հույս ունեի, որ կարող է նման մարդիկ էլի լինեն, ինչպես կային օրինակ 90-ականների սկզբին, բայց այն ժամանակ դա ուրիշ էր, որովհետև ռուսական ազդեցությունը շատ թուլացել էր, սովետը ցանվել էր, Ռուսաստանը ճգնաժամի մեջ էր, դրա համար մի քիչ ավելի ազատ էին կարողանում այն ժամանակ գործել համերազատամարտիկները, համենը սպայերը, Ռուսաստանից ովքեր օգնեցին հայ սպաները, ովքեր օգնեցին մեզ չեին ենթարկվում, էլի, Մոսկվան իր խնդիրներ ուներ այդ ժամանակ։ Ինչևէ, ես այդ հույսով եմ, որ ասենք, հա, ոնց որ նոր տարածքներ, հա, մի բան կանենք, գոնե եղածը լավ պահենք, չազատագրենք, գոնե եղածը պահենք, բայց արի ուտես ինչ եղավ, ասենք, գիտեի սրանք ինչ որ մի բան անելու են, բայց նորից ասում ես այդ հույսը ունեի, որ ինչ որ մի բան կարող է փոխել, ես ասենք մենք շատ քանակով գնայինք, մենք ուրեմն ցույց կտայինք այդ ստիպենք այդ գեներալները կարողանային ինչ որ բան անեն, բայց չէ, պարզվեց այդ գեներալներն են իրականում համագործակցել կառավարության հետ մի ամբողջ ասենք համագործակցություն ա եղել Արցախի դեմ։ Այդ է ասում եմ, կարող ենք մենք հատորներով գիրք գրել 44 տարի դավադիր պատերազմի մասին, թե ինչ տեսակ դավաճանություններ ա տեղի ունեցել, լրի բացահայտի ու մարդիկ ապշեն, թե ինչ էր կատարվել։ Այդ խոսեք նման դավադիր պատերազմ երևի ժամանակակից աշխարհում չի եղել։ Ես համոզված եմ դրանով։ Պատմաբան չեմ, չգիտեմ, չեմ տենց խորացել ամեն մանր պատերազմների մեջ, բայց այտենց որ կազմակերպված ինչ որ մեզ հատուկ ոնց որ մենք մտանք, որ հատուկ գնանք պարտության, այտենց բան չի եղել։ Ինչևէ, հիմա ասածս այնա, որ այտենց ոնց են, ինչ են խոսում, չէ՞, նոր տարածք, նոր պատերազմ, նոր տարածքներ, պատերազմից առաջ է, չէ, ցույց տվի մտավուշում, որ մենք դիրք ենք գրավել, դիրք ենք վերցել, ազատագրել եւ այլն, Սերժի օրոքել Իսկանդերներ էին ցույց տալիս, էս են անում, բայց այդ ամեն ինչ ոչ մի նշանակություն չունեցավ։ Ինչ եղավ։ Այդքան այտենց չէ, ամենամարտունակ բանակ, հաղթանակած պետություն, Իսկանդեր, դիրք ենք ազատագրել, նոր պատերազմ, նոր տարածքներ, բայց փուչիկի պես պայթեց ընդհանրապես, ասենք 6 շաբաթվա մեջ իրանց բոլոր այդ ասածները։ Հիմա այս որ հիմա մի հատ համազգեստներ են նոր ցույց տալիս, ասում են Հնդկաստանից ինչ որ զենքեր են առնում, որ այդ բյուջեն իբր մեծացրել ռազմական բյուջեն, նախ դա պատրանք է, որովհետև դե հիմա մի քիչ դրա մասին հոդված գրել ենք, բայց օրինակ ժամանակ որ Արցախը կար, ռազմական
Հայկ ջան, ձայնը ես չեմ լսում, չգիտեմ իմ մոտից է թե չէ, մեկ կտրվեց։ Որ մասը կտրվեց։ Դե խոսում էիր արդեն Սերժի ժամանակ ոնց էիր կարծում, այդտեղից էլ չեմ լսել։ Չհասկացա ճիշտ ասած որտեղից էր կտրվում։ Չէ, ասում Սերժի ժամանակ այդ Իսկանդերները որ կային, չէ, այդ ամեն ինչը ցույց էին տալիս, այդ այս սրանք էլ հելան եկան, որ դիրք են ազատագրել, Դավիթ Օնյանն ասում էր նոր տարածքներ որ պատրաստում են, ուզում ասում այդ ամեն ինչը փուչիկ էր իրականում, մի 6 շաբաթվա մեջ պայթեց այդ փուչիկը, իսկ հիմա էլ մեր նոր համազգեստներ են ցույց են տալիս, որ իբր բանակ են զարգացնում, բայց արի ուտես, ասենք, այդ այն ժամանակ ոչ մի նշանակություն չունեցավ, հիմա իրանց ասածները ինչ նշանակություն պիտի ունենան, այդ եմ ուզում ասեմ, համ ցույց են տալիս, որ Եթե ասում այդ բանակի բյուջեն որի փշատացրել են, դա պատրանք է։ Դրա մասին չէ հոդված վերցինք, որ ցույց են տալիս, որ այն ժամանակ 10 տարի առաջ ինչ էր 600 միլիոն էր, այն ժամանակ բայց Արցախը կար, մենք երևի նույնքան տալիս ենք Արցախին, երևի 600 միլիոն էլ Արցախին էր գնում, օրինակ ռազմական բյուջեն, բայց դա մենք չէին հրապարակում, չէ, Արցախը որովհետև ճանաչված պետություն չէր, դրա համար կարիքներ չկար։ Իսկ հիմա որ Արցախը չկա, ոնց որ դրա համար sense ավելացել է, այլ արդեն այդ գումարը ոնց որ Հայաստանին է մնում, ցույց են տալիս, որ բան, ռազմական բյուջե է ավելացել, նաև ասենք, բայց պիտի հաշվի առնես ինֆլյացիան, վերջին 5 տարում ինֆլյացիա է եղել, ձենքերը թանկացել են, նաև մեր սահմանն է մեծացել, հայ-ադրբեջանական սահմանը մեծացել Արցախի կորստից հետո եւ այլն, այդ գործոնները հաշվի առնելով մենք կտեսնենք, որ ոչ մի տնտեսական զարգացում չեղավ, բայց սիրում են այդ պատրանքը պահել։ Պատրանքը պահել, բայց միաժամանակ դա абսուրդ է, էլի, որ բանակ են զարգացնում, բայց միաժամանակ ինչեր են ասում, ասում են մենք չենք պատրաստվում պատերազմի, որովհետև Հայաստանում խաղաղություն է լինելու։ Ասենք դա ինչ հիմար բան է, ոնց կարաս երաշխավորես։ Ոչ մեկ չի կարա դա երաշխավորի։ Ոչ մի երկրի ղեկավար էս երկրագնդի վրա չի կարա երաշխավորի, որ իր երկրում պատերազմ չի լինելու։ Նույնիսկ Զիմբաբվեն չի կարա, չգիտեմ, ուրիշ մի հատ պետություն Ինդոնեզիան չի կարա տենց ասի, որովհետև իրանք ընդհանրապես չեն ասում, օրինակ։ Բայց որ էսենց ռեգիոնում ենք, էսենց տարածաշրջանում ենք, այսպիսի թշնամիներով շրջապատված ենք ու ինքը էսենց համարձակորեն ասում է պատերազմ չի լինելու։ Լավ, ասա, ոնց որ սիրում եմ այդ ասացվածքը, ասում են հուսա լավին, բայց պատրաստի վատին։ Լավ, օքեյ, ասա պատրաստ չի լինելու, բայց ասա պատրաստ ենք, բայց եթե լինի պատերազմ, ապա այս անգամ մենք կհաղթենք։ Այդ ընդհանրապես հետի պետք է ասի։ Այդ մի քանի բառը ավելացնի է նախադասության մեջ։ Հայաստանում պատրաստ չի լինելու, բայց եթե լինի, մենք այս անգամ կհաղթենք։ Այս անգամ չի ընդհանրապես երբեք չի կրկնվելու նոյեմբերի 9-ի 2020 թվականը։ Այս հասարակ մի բան։ Նույնը ասենք Քոչարյանը, չէ՞, ասենք իր հարցազրույցի ժամանակ ասում է, ես որ լինեի ղեկավար այդ 44 օրյա դավադիր պատերազմի մասին է խոսքը։ Ես եթե լինեի ղեկավար, պատերազմ հաստատ չէ լինելու։ Նախ դու չես կարող ասես, դա քեզնից նաև կախված չի։ Եթե դու թշնամին ուզում է, կարող է հարցակվի, հիմա դու պատրաստ ես, թե չէ։ Լավ, նորից ասենք, լավ, չէ լինելու, բայց եթե լիներ, ես ամեն ինչ կանեի, որ հաղթեինք, կամ մենք անպայման կհաղթեինք, կամ մենք ոչ թե Արցախը կկորխ ժամանակը ազատագրենք, դա նորմալ ասենք ազգային առաջնորդի, ասենք մտածելակերպը, ցանկացած ազատամարտիկներին եթե հարցնենք, եթե կարողանանք այդ հարցնել, բոլորը այդպես կպատասխանեին այդ հարցին, այդ ամեն ինչին։ Սրանց ստրկամիտ նեոբոլշևիկների պես չեն պատասխան, խղճուկ, վախկոտ նեոբոլշևիկների պես չեն պատասխանել այդ հարցերին։ Բայց իրանք sense են բան, ու վատենն է, որ այս sense են դասիրակում ժողովրդին։ Ու ժողովուրդը sense արդեն դարձել է, առաջ ասենք վստահ եմ sense այսքան sense ված չէր։ Հիմա ոնց հաշտվել են մարդիկ, հաշտվել են ստորության հետ, հաշտվել են հնազանդվելու հետ, հաշտվել են ստրկանալու հետ։ Դա մենք ինչ ենք, փոքր ենք, ինչ կարանք անենք, այդ Ադրբեջանի պետությունը ի՞նչ ա, ասենք, Ադրբեջանի դարձերն եսի ինչ մի գերտերություն են պատկերացնում։ Ինչ է այդ պետությունը։
Ուղղակի абսուրդ է, էլի այդ մասնավորական բանակի նշանակությունը հետ է այնքան երկիր անվտանգ է։ Վստահ եմ ուրիշ ոչ մի երկիրն ախեն ղեկավար նման բան չի ասել երբեք։ Նման տահաս միտք ոչ մեկ համոզված եմ երբեք չի արտահայտել։ Երևի առաջին անգամը լինի պատմության մեջ։ Չգիտեմ, այլի ասեմ, պատմաբան չեմ, բայց ես այտենց абսուրդ է, էլի խելագարություն է լրի խելագարություն է տիրում։ Ու այս մարտն էս պետության ղեկին ասած դժվար օրերին, որ ինչ որ համերգներ է կազմակերպում, թմբուկ է նվագում, ինչ է անում։ Այս խելագարության դարաշրջանն է։ Ու չգիտեմ, գուցե էսի լավ նշան են իմաստը, որ մենք արդեն հասնում ենք այդ խելագարության գագաթնակետին, այդ փուչիկը արդեն այնքան է ուրճում, որ հեսա պայթելու է։ Գուցե այդ իմաստով լավ լուր է, էլի։ Մեկ էտա վակի ուզում եմ ասել, որ սրանք հիվանդ են, հոգեպես ստրուկ են, մենք կարևոր է այս բաների վրա ուշադրություն դարձնենք, կամ այս օրինակներն եմ սիրում անընդհատ բերել, որ այն օրը լսեցի Լևոն Քոչարյանի տեղը են ասում, հա մենք պետք է բարձրացնենք արցախցիների վերադարձը Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ։ Ու հետաքրքիր է նա, որ ասենք նույնիսկ այդ 5-րդ ալիքը, որը Քոչարյանի ալիքն է, Զարմանալիորեն այդ միակ դրական բանը, որ դուրս գալիս է 5-րդ ալիքի, որ ասենք Արցախի մասին որ խոսում, ասում օկուպացված Արցախ, գոնե դա ասում է, օքեյ։ Բայց դա ասում է հետո այդ 5-րդ ալիքի պարագլուխները, տերերը բան ասում են, պետք է երաշխավորեն կամ պետք է բարձրացնենք արցախցիների վերադարձը Հայաստան, Ղարաբաղ, դա Հայաստան էլ է, օկուպացված Հայաստանի մաս, Ղարաբաղ։ Ասենք, բայց այդ Ադրբեջանը, որ պարտվեց 94 թվին, երբեք չէր ասում մենք պետք է հարցը, որ ադրբեջանցիները վերադառնան Արցախ ապրելու։ Չէ, ասում են հայերը օկուպացրել են տարածքը, մենք պետք է հետ վերցնենք ամեն գնով։ Ու 20 տարի կպած է դեր ասում։ Ու իսկ Իրանը չի, որ մերն է, ու մենք որ արյան ազատագրել ենք, այդքան քրտնենք արուն ենք թափել, այդքան լավ մարդ ենք կորցրել հողի համար, հողը ազատագրելու համար։ Հելնումը ասում է նրա արցախցիների վերադարձը, որ ապրեն թշնամու լծի տակ։ Էս է սրանց հոգեկան, ասենք, հիվանդության աստիճանը։ Փոխանակ ասեն, չէ, Արցախը պատերազմը դավաճանություն էր, մենք չենք ընդունում նոյեմբերի 9-ը ոչ մի ձևով չենք ընդունում ու դրանից բխած մյուս փաստաթղթերը օկուպացված է թշնամիների կողմից, մենք մի օր պետք է ազատագրենք եւ այլն։ Օրինակ, լավ, իսկ եթե շատ ագրեսիվ այսպես ասած, լավ է, որ ասում է այդ օրինակը, այս գերագույն խրտվիլակը, որ ասում է պատերազմ չի լինելու։ Ասա լավ, պատերազմ չի լինելու, բայց եթե լինի, մենք կհաղթենք, բախի չես ասում։ Դա ցույց է տալիս, որ նոր համազգեստներ, նոր այսպես բանակ է սիքր զարգացնում մի կողմից, հետո մյուս կողմից էլ ստրկամտություն է քարոզում, հնազանդություն է քարոզում։ Բար պատրաստ լինի, հետո ինչ ես ասել այդ մարդկանց։ Ոնց են համոզելու, որ մարդիկ լեն կռվեն իրենց հողի համար, իրենց անկախության համար։ Եթե անընդհատ ասում ես պատրաստ չի լինելու։ Մարդը հենելու ասի, պատրաստ լինի, ասի, բա այս 2 տարի է ուտում խմում ապարում էի, ասում եք խաղաղության դարաշրջանն է, հիմա ես ինչ հենեմ դիրքերը, ինչ պաշտպանեմ, ինչ անեմ։ Ընդհանրապես պատրաստ չեմ։ Մոռացել եմ զենք ոնց կրակել, ինչ պատրաստ։ Պատկեր ասում եք, էսա։ Չգիտեմ, այս վատենա որ հա, ինչպես գիտենք, այս ամբողջ քաղաքական դաշտն է սենց, ոքի ամենավառ ձևով արտահայտվում է այս գերագույն խրտվիլակի ու նրա հայրենադավ խմբակի միջոցով, բայց նրանք չեն տարբերվում, նրանք են նույն ստրկամիտ, խղճուկ, դավաճանական, ոնց որ մտածելակերպ ունեն, տարբեր երանգներով մի քիչ տարբեր բան, բայց էապես ոչ մի ձևով իրար չեն տարբերվում, ինչպես ասել եմ, ոչ մի ազգային ոսկոր չունեն, այս բոլորը ջհուդի փեսա Լևոնից սկսած մինչև այսօրվա գերագույն խրտվիլակը նույն դինաստիան է, նեոբոլշևիկյան դինաստիան է,
Սրա մասին գրառումներ արեցինք, որ ՀՀ որ գրում է, չէ, հոհո, ՀՀ-ն բան չի, Հայաստանի Հանրապետություն չի նշանակում է այդ սովետական Հայաստան, որովհետև այս բոլորը այս 4 ղեկավարները մեկի մյուսի գործը շարունակել են։ Ու այս բոլորը կազմում են նեոբոլշևիկյան մի դինաստիա։ Ու նորից ասում եմ, լավ լուրերն է, որ վստահ եմ այս դինաստիայի վերջը գալու է։ Այս ընտրություններով չէ, իհարկե, սա մի ճգնաժամային պայմաններում, որովհետև այս ստի վրա կառուցված շարժումները, կազմակերպությունները, ինչ ուզում կուսակցությունները մենակ էսենց պատրանքի ժամանակ են կարողանում ինչ-որ գոյություն ունենալ։ Հիմա պատրանք է, հիմա Հայաստանը ասենք պատրանք է, ասենց մարդիկ ուղղակի չեն ուզում հաշտվեն դաժան իրականության հետ, ասենց պատրանքի մեջ են սիրում ապրեն, ասենց այս պայմաններում կարողանում են, հենց պատրանքը քանդվի, իրանք են հետ քանդվելու, միանշան։ Ուղղակի մեր նմաններին պետք է մենք կարողանանք համախմբենք նորից ասեմ մի կառույցի շուրջ, մի դրոշի ներքո կազմակերպենք, պատրաստ լինենք այդ պահի, որ անգլու խավի պես այս կոմենկոմ չվազենք։ Գիտեմ գուցե էսելի ասել եմ, գուցե շատ եմ կրկնում, ամեն դեպքում պետք է կրկնեմ, որովհետև միշտ չի որ բոլորը նստած չեն, ամբողջ ազգը չի նստում ինձ լսում, ինչ եմ ասում, դրա համար ստիպված եմ հաճախ նման մտքերը ես անընդհատ կրկնեմ, որ եթե մեկը նոր է մեզ միանում, լսի այս ամեն ինչը, շատ կարևոր բաներ են, որ այս հարկարաչի այս մենք տվել է այս ժամանակը, այս արենք այս ժամանակն է չունենայինք պատրաստվելու, այս խախանդ այս ժամանակը տվել է պատրաստվելու, ասենք ոչ մի հեղափոխական շարժում չի եղել, որ ինչ-որ նախա ինչ-որ աշխատանք չի կատարել, չի պատրաստվել այդ ամեն ինչին, որին հետո ինքը առերեսվել է։ Միշտ ասենք այդ աշխատանքը կատարել է կազմակերպչական, քարոզչական եւ այլն։ Դա ասենք այն մարդիկ սիրում են, չէ, գրում են, ասում են գործ արեք։ Այս գործ է, խոսեք։ Այնօր ասած, եթե դա հեշտ է, խոսելը խոսեք, դուք էլ խոսեք։ Այդ ամեն մեկը մեր չափ խոսի, շատ բան կփոխվի։ Ըստ ոնց կարող խոսես։ Հիմա չեն կարող խոսան, հետո ասում են գործ է։ Խոսալը մենակ չի, լայվ մտնես ու հանկարծ ինչ որ մի բան դուրս տաս։ Չէ, հետևողական նույն ուղերձը տարբեր ձևերով, տարբեր ժամանակներում կապ չունի, արևա դուրսը, թե անձրևա դուրսը միշտ ասենք շարունակես նույն գաղափարները քարոզես։ Հետո հեշտ չի, դե թող տեսնեմ ոնց են անում։ Մի խոսքով մենք էտա փորձում ենք այս գաղափարները ասել, այս կարևոր բաները ասել, որ իստիմալ շատերը կան Հայաստանում, որ մեզ հետ համաձայն են, շատերը կան, ուղղակի հա մեդիան մեր ձեռքը չի, որ մենք կարողանանք այս ուղերձը հասանելի դարձնենք, բայց պետք է մենք սա անում ենք, որ մարդ ենք, մի ձև հասնի մեկին, ով հայրենիքի մի անկյունում, թե պետք չի հայրենիքի, աշխարհի մի անկյունի հայ լսի, իմանա էլի, որ Հայաստանում սենց մարդիկ կան, ովքեր տեսնում են իսկապես ինչ է կատարվում, տեսնում են կարողանում են թացը 4-ից տարբերեն, տեսնում են որ միակ ելքը էս ամեն ինչի մաքուր ազգայնական քաղաքական շարժում կա, որը ոչ մի կապ չունի այս ամբողջ այս համակարգի հետ, ոչ մի կապ չունի դեմ այս ամբողջ համակարգին, այս հետ եմ ասում որ այդ կեղսույսերը հոդս ցնդեցին իմ մոտ, որ ես այդ ունեի, որ նոր է եկել Հայաստան, ունեի 5 տարի տևեց մինչև այդ լրիվ պատրվեց, արդեն ես հասկացա, որ չէ, հերիքա ինքնախաբեությամբ սպաղվեմ, հերիքա կարծեմ չէ, նա սենց ընդդիմություն ընտրենք ու ամեն ինչ սենց լավ լինի, կարևորը Նիկոլը չլինի ու վերջ, չէ, այդ մտածելակերպը մեզ ոչ միտեղ չի տանի։ Այդպես մտածելակերպով մենք միայն կգնանք դեպի անդունդ, այսպես հիմա գնում ենք։ Ոչ, մենք պետք է հասկանանք, որ ով որ լինի այս համակարգից ոչ մի բան չի կարողանա փոխել, միայն վնաս է տալու։ Դա միայն դրսից մարդը միայն լրիվ համակարգից դուրս շարժումը կարա շտկի այս իրավիճակը։ Եթե հարցը կան, ընդհանրապես հարցեր տալ, որովհետև արդեն մի եժամ խոսեցի։ Դեսխանես, այս համատարած անտարբերությունը, այս հիասթափված վիճակը, այդ մենակ պատերազմում պարտությունն էր պատճառը, թե անընդհատ այս քարոզվող պարտվողական այդ հոգեբանությունը նաև։
Երկուսի համադրությունը։ Դե տարիներ շարունակ դա պատրաստից առաջ է, չէ՞։ Ինչ եղավ 10 թիվը, հələ պատրաստելը դեռ չէր եղել, շատերը արդեն հիասթափվել էին Նիկոլից այս կառավարությունը։ Չեմ սիրում դրա անունը, ես գիտեմ, դրա համար փորձում եմ ինչքան կարող եմ խուսափեմ այդ մարդու անունը տալուց, բայց պատրաստից առաջ էլ 20 տարի էր անընդհատ այս կուսակցությունները բռնաբարել են ժողովրդի, ասենք, ինչ ասեմ, մտքերը, սիրտները, ամեն ինչը, ասենք, ինչքան կես խոստումներ են տվել չեն իրականացրել, ինչքան կարգախոսներ են դատարկասել, ոչ մի բան չեն արել, որովհետեւ ոնց որ Արցախը պատրաստվում հատկապես 23 թվականի Արցախի հայաթափումը, դա արդեն լրիվ բան արեց, լրիվ կոտրեց, էլի։ Էտա։ Դրա համար ենք մենք հիմա դժվարանում արկանց երգրավել, որովհետև արդեն ոչ մեկին չեն վստահում, դրա համար մենք կարողանում ենք միայն երիտասարդների հետ լեզու գտնենք։ Մեծերի հետ ընդհանրապես չեն կարողանում, որովհետև ոնց այդ օրինակն են բերում, ոնց որ ասենք մի աղջիկ ունենա կյանքում, չգիտեմ, 10 անգեր ունեցած լինի, տարի խափած լինեն, ինքը ոնց է 11-րդ ընկերոջը վստահելու։ Ինչքան էլ լավը լինի 11-րդ ընկերը, ինչքան էլ լավ նայի այդ աղջկան, ինչքան լավ վերաբերվի այդ աղջկա հետ, աղջիկը չի վստահելու։ Նույնը ոնց որ այստեղ է, էլի։ Amma գոնե մենք պետք է կարողանանք երիտասարդությանը ներգրավենք, եթե ուժ ստեղծենք երիտասարդությամբ, արդեն մեծերը կտեսնեն, որ լավ է սա ուրեմն ճանապարհը։ Ինքն իրանք արդեն այդ մոմենտումի տակ ընկնեն, այդ ազդեցության տակ ընկնեն, իրանք կմիանան, օրինակ, բայց մեծերով էս բանը մենք չենք կարող։ Վատն էլ է Հայաստանում բոլորը իրան առաջնորդ է համարում, բոլորը իրան թագավոր է համարում, մի հատ լայվ են մտնում, անկապ մի բան դուրս են տալիս ու վերջ, կարծում են շարժում է ստեղծել։ Կարծում են շարժում է հետա ասեն։ Ինչ որ կամ հա նա Telegram-ն ալիք են բացում, մի հատ ինչ որ խոսքեր են ցիտում, հերոսների ներսում տեղադրում են ու վերջ շարժում են ստեղծել, իբր թե իրանց արևին իբր մի բան կարան անեն։ Այսինքն չեն էլ պատկերացնում, էլի, ինչ, ասենք, ինչա պետք, ասենք, այս պայքարի համար։ Ասենք, եթե մարդ իսկապես ուզում է այս պայքարի մեջ մտնի, եթե ուզում է իսկապես մի փոփոխություն առաջացնի, պետք է հեղափոխական լինի ինքը։ Պետք է պատրաստ լինի, ասենք, ուրեմն պետք է պատրաստ լինի հեղափոխականի ճանապարհը անցնի։ Ճանապարհի միջով անցնի, եթե ինքը պատրաստ չի դրա, ավելի լավ է չսկսի, ավելի լավ է չանի, ավելի լավ է չդառնա եւս ինչ որ մի մարդ, ով միայն ինչ որ կես խոստում է տալիս, բայց իսկապես չի հավատում իր ասածներին, իսկապես պատրաստ չի զոհաբերել, պատրաստ չի պայքարել։ Մենք մեզ պետք չեն տես մարդիկ, արդեն հերիք է, հեղեղվել է ամբողջ, ասենք, մեր քաղաքական դաշտից 30 տարի, հեղեղվել են տես մարդկանցով, դրա համար է այդ աստիճանի հասել։ Բայց դրա համար սա շատերը արդեն ով որ մեզ հետևում է երկար ժամանակ, սա արդեն տեսնում են, որ մենք տարբերվում ենք։ Մեր ուղերձը չի փոխվել, ասենք 4 տարում։ Մենք չենք զիջում, կոմպրոմիսի չենք գնում, մենք հա կարող է մի քայլ հետ են գնացել, rebranding ենք արել, հետո երկու քայլ առաջ գնալու համար դա հասկանալի է։ Այդ բոլոր շարժումները պատմության մեջ, ասենք, նման բաների միջով անցել է։ Դա էլ է դաս, դա էլ է փորձություն։ Ասած ասենա որ այդպես մարդիկ են, որ լուրջ չեն վերաբերվում, անլուրջ են վերաբերվում, ասենք, իրավունք չունես, եթե քաղաքականությամբ ես զբաղվում, եթե ասես կարևոր հարցերի մասին ես խոսում, դու պետք է ուրեմն լուրջ տրամադրված լինես, թե չէ վնաս ես տալիս։ Բայց վնասը տալով ես անտարբերություն ու հիասթափություն առաջացնում։ Ինչպես հիմա տեսնում ենք։ Դա կարևորը մարդիկ որ լուրջ վերաբերվեն, պատրաստ լինեն կյանքը, ասենք, նվիրեն։ Հա։ Իսկ այսքան sense տարբեր կարծիքներով, տարբեր մտքերով մարդկանց ոնց կարանք էլի, ասենք, համախմբենք մի գաղափարի շուրջ, ոնց ես տեսնում։ Մենակ քաոսը ու ճգնաժամը կարաբերի նրան, որ մարդ արթնանան, թե այսպես sense լոզունգներով, քարոզներով ինչ որ բան կարող ենք էլի փոխել գոնե մոտ ապագայում։ Դե մեր նպատակը հիմա սերմերն ենք ցանում, այս բանը ինչ կարանք անենք։ Ինչ կարողանում ենք անում ենք։ Շատ բան, ավելի շատ բան կարող ենք անել, եթե ավելի շատ ռեսուրս ունենանք, դե ամեն դեպքում միշտ ռեսուրսը կա, միշտ ինչ որ մի ռեսուրս կա։ Ինչ ռեսուրս ունենք այս բան, օգտագործում ենք, չեմ ասում որ ռեսուրս չունենք։ Ունենք, ուղղակի լավ կլինի շատ գոնե այն մեծ ուժերի կեսը ունենանք, մենք հիմա շատ բան կարող ենք անել։ Բայց այդ ժամանակը չգիտեմ, այդ ժամանակը որ ունենանք էլ մենք կարող ենք այս բան
սիրախ դառնանք ու մեզ կարող են փակետան, ինչպես օրինակ ավստրալիացիներին փակեցին Ավստրալիայում, ավստրալիացի ազգայնականներին։ Դա համար հիմա ոնց որ լավ է, որ մենք ռադարի վրա շատ չենք երևում, բայց տեսանելի ենք, ասենք կանք, նշի էլի ակտիվ ենք, բայց ստվերում ենք փորձում աճել էլի այդ ասում։ Մի գաղափարը գաղափար ազգայնականությունն է, չէ՞, հիմա ցեղականությունն է, հիմա ամեն մեկը հիմա չգիտեմ, բոլորը այդ ծառը որ ասացի անցյալ ամիս, արդեն անցյալ ամիս էր, դրա մասին է, չէ՞, բոլորը 26 տարի, իսկ արդեն 26 տարի, 30, 91 թվից, 35 տարի, 26-ը մասնից է հաշվում, 94-ից 20 թիվ պատրաստն է հաշվում, չէ, 35 տարի, բոլորը նրան նժդեական, ազգային, մազգային, ինչ, բայց հստակ մի չեն, ասենք, նշելով ու միայն նշելով չի, ասենք ծրագիր գրեք, բան։ Չէ, պետք է քարոշություն տարվի, այդ է ասում, չէ, որ մենք պետք է նստենք իմանանք, ասենք, այդ մարդը ինչ է մտածում, ոնց է մտածում, եթե մենակ ինչ ծրագիր գրի, հետո վերջ, բայց չէ, ես պետք է տեսնեմ, քան դեպքեր է կատարվել, 4 տարի, հիմա 4 տարի առաջ ենք, չէ։ Հիմա ագին բաներ է կատարվել, ամեն հարցում ես, ասենք, մեր դիրքորոշումը ասենք ոնց ենք նայում, հիմա սխալ ճիշտ կապ չունի, ասենք։ Հիմա եթե իրանք էլ այդ համախմբումից են խոսում, իրանք էլ պետք է դա անեն։ Իրանք էլ դա պետք է ցույց տան։ Ոստի այդ փուլը չի, որ հիմա մենք ինչ մեծ գործեր անենք, sense կտրուկ քայլը չէ, ով ուզում ես եղի, ուզում ես Ռամբոն եղի, այս բան ոչ բան չես կարող անես, եթե իրավիճակը հասունացած չի։ Ուղղակի մեր հայրենակիցները դա շատ կարճամիտ են, կարճատեսն չեն կարողանում հասկանալ այս մոտեցումը։ Էլի սրա մասին շատ ենք խոսել, բայց շատ կարևոր բաներ են։ Ինչ ասեմ, էտա, հիմա այս բան կազմակերպչական գործերով ենք փորձում զբաղվենք, մեր նմաններին գտնենք։ Դա դժվարանում ենք, չեմ խփի, այնպես չի։ Ասենք ես չեմ ստելու բոլորին ասում, հա, մենք sense աճում ենք, չէ, դժվար է, այս պահին շատ դժվարությամբ ենք աճում, շատ անդամներ կորցրել ենք, բայց համակիրներ շատացել են, մարդիկան հետևում են, բայց հա, շատ դանդաղ բանա, աճա, բայց դա փորձությունն է հիմա, ինչևէ։ Այդ մենք հիմա նայում ենք, չէ, sense հեղափոխականների պատմությունները նայում ենք, sense մենակ այս բան մոնտաժարած sense կլիպեր ենք տեսնում, ասում ենք, տեսեք ինչ բան էր, էլի ինչ շարժում էր, բան, բայց ասենք երբեք չենք տեսնում, բայց դրա հետևի կանգնած չարչարանքը, որը տարիներ, տասնամյակներ տևել է։ Այդ երբեք չենք տեսնում, ինչպես տեսնում ենք մի համերգ, չէ, համերգ ես տեսնում, կամ մի լավ երգիչ երգչախումբ ես տեսնում, լավ երգում են, հիանում ես, չէ, ինչ լավ համերգ է, ինչ լավ է երգում, բայց ինչքան է պարապել, ինչքան է չարչարվել այդ երգիչը կամ այդ խումբը, գիտեմ, ինչքան ոսկորեն ջարդել, այդ պարելուց, օրինակ եմ ասում, չգիտեմ։ Դա չենք տեսնում, էլի։ Մենակ այդ սիրուն տես բաներն ենք տեսնում ու ասում ենք օդից եղավ, չէ։ Ասենք նույնը շարժումները, նույն ասենք շարժումները, որ պատմություն են կերտել, մենակ այտենց գեղարվեստական ձևով որ ներկայացնում է սիրուն է երևում, բայց երբեք այդ սարճարանքը չի երևում։ Իրականում տարիների ընթացքում դանդաղ աճ ա եղել, մինչև հասել է այդ պիկը, էլի, մինչև եղանակը փոխվել ու իրան կարողացել են, ասենք, երկրաչափորեն աճել։ Հիմա մենք մեզ տեսնում ենք որպես այդ ազգայնական, հեղափոխական ոնց որ շարժումը, որ Հայաստանին պետք է գալու այդ ճիշտ բան, ես որովհետև ուրիշ ոչ մեկին չեմ տեսնում։ Լավ կլիներ լինել ուրիշ դες ուժ միանանք, բայց այս բան շատերը մեծ չեն ուզում միանան, դա իրանց գործն է, որ մեզ երևի ծայրահեղական են համարում, բոբո են համարում, դա արդեն իրանց գործն է, կամ չգիտեմ, ջուհուդների մասին են խոսում, երևի դրանից են հույս լինում։ Դա բայց մեզ համար կարևոր թեմա է, դա չենք ասում, որովհետև sense ատում ենք ջուհուդներին կամ չէ, փաստ է արձանագրում։ Ես անգլերեն ասում են don't shoot the messenger։ Սուրհանդակին, ասենք, լրաբերին մի սպան եք, էլ մենք ուղղակի փաստեր ենք արձանագրում, դուք եզրակացությունների հասեք, ես ոչ բան չեմ
դրանով քարոզում են ազգամիջան ինչ որ թշնամանք դրանով չեն փորձում քարոզել, իսկ մենք ճշմարտությունն եմ ասում, ով ոնց ուզում է դա անկալի է, իր իրավունքն է։ Մեզ մի խոսքով էլի շեղվեցի, բայց մենք էտա մեր գաղափարները, մեր բաները տարածում ենք, ինչ կարանք այս բանը։ Մենք փորձում ենք մեր ռոստերը շատացնենք, մեր նման մարդկանց գտնենք։ Հա, սերմեր ենք ցանում, մարդիկ մեզ տեսնում են, անընդհատ մեզ տեսնեն, որ մենք կանք sense ուժ կա, հիմա փորձում ենք այս խավարության մեջ մի հատ փոքր մոմ վառենք, որ մարդիկ իմանան, որ չէ, հայեր կան Հայաստանում, որ չեն ընդունում այս պարտվական ստորացված վիճակ, էտա։ Ու ոչ թե միայն sense ծրված հայեր կա, չէ, գոնե մի փոքրիկ մի հատ խմբավորում է, մի հատ ազգային խմբավորում է քաղաքական, որ դեմ է այս օրակարգին, այս խալագարությանը։ Էտա, գոնե էդի մենք լինենք։ Էդի մեր պարտականությունն է, մեր պատասխանատվությունն է, գոնե դա անենք, գոնե որ մենք այդ ուժը լինենք, թեկուզ փոքր, բայց լինենք, կանք ու շատերն տեսնում են։ Վստահ եմ, ասենք Ռուսաստանը օրինակ նստում մեր բաները հերթով կարդում է, լսում են ինչ են ասում։ Ու գիտեմ, որ մենք կանք, sense մարդիկ էլ կան։ Այդ մոմը հետո կարա օրինակ հրճացնի օրինակ իմ ասում։ Բայց պետք է մոմը վառած պահեն։ Ուրիշ հարցեր կան։ Եթե կարող հարցը չէ, թե ինչ որ մեկը ուզում է միջամտի, ինչ որ միտք ավելացնի, արեք, այնպես չի որ իրավունք չունեք, էլի։ Բարի երեկո։ Բարի երեկո, եղբայր։ Բարի երեկո։ Ոնց եք։ Բարի երեկո։ Դու ասա։ Ոնց եք։ Լավ, դու ասա։ Շնորհակալություն։ Ինչի մասին է այսօր թեման։ Շնորհակալություն, լավ է։ Ուշ է հասնում, հա, ձայնը երևի։ Այո, ձայնը ուշ է հասնում։ Հա, ոչինչ, լավ է լսում։ Ոչինչ, բանը խառը, այս փորձում եմ ներկա իրադարձությունները քննարկենք, մեկ էլ ինչ որ ասենք ճառում ասում եմ, դա էլ ավելի sense երևի մանրամասն փորձում եմ մեկնաբանեմ այս ուղի եթերով, համ էլ հարցերին պատասխանենք։ Էտա, իշխանը փորձում եմ մի թեմայի մնանք, մեկ ուրիշ թեմաների հետ ուրիշ թեմաների մասին ենք խոսում, դրա համար չի լինում ինչ որ մի թեմայի շուրջ խոսել, բայց ամեն դեպքում ինչ որ բան էր ուզում ավելացնել, դա Չէ, լսում էի, ուղղակի ուզում էի իմանալ, որ թեման, բուն թեման ինչի մասին է, եթե ասենք կարելի է մասնակցել, եթե չէ, լսում եմ ձեզ։ Բանակի մասին է, որ այս չեմ երբ միացար, ես խոսումը չէի նայում երբ ես միացար, բայց երեք է ճառը ասացի, բանակի մասին էլի, որ այս իբր հակասություններ են էլի, որ իբր բանակ են ուզում բարելավեն, բայց միաժամանակ բանակին քանդող ոնց որ քարոշություն են տանում, ոնց ասեմ, այդ ինչ որ այսքան ժամանակ որ ասել են, միայն ասենք ոչ մի ձևով չի նպաստում մարտունակությանը, ասենք ազգի, եթե դու ազգին չես մարտունակ պահում, չես ասենք այդ ոգին բարձր պահում, ինչ ուզում ես արա բանակի հետ, ասենք ի վերջո բանակը կախված է ժողովրդից, չէ՞, եթե դու ժողովրդի մեջ ներարկում ես այդ քո ստրկամիտ մտածելակերպը, դու ուրեմն բանակը դու իրական բանակն ես քանդում։ Այդ է սրանց, այդ է ոնց որ տակից բանակ են քանդում։ Նման գաղափարներ քարոզելով Միանշանակ այդպես է, միանշանակ։ Հա, որ ասում ենք չենք պետք չի պատրաստվենք պատերազմի, բանակի նշանակությունը ինչքան հետը, այնքան լավ է։ Այդպես բաներ որ քարոզում ես, դա արդեն մարդկանց ուղեղի մեջ մտնում է, իրանք էլ եթե դες լավ, եթե ինչքան բանակի նշանակությունը հետը, այնքան անվտանգ է, դե եմ գնում բանակում ծառայում։ Ումա պետք է բանակ ունենանք։ Արի ընդհանրապես չունենանք բանակ, լրիվ անվտանգ ապրենք։ Ասեք, իր լոգիկան դրան է տանում։ Այնա Ասենեշիև ասեմ մարդը կարող ասեն դե ինքը այդպես երևի խաղում որ դա միջազգային հանրությունը որ դա լսի որ իմանա որ մենք բայց իրականում պատրաստում է պատերազմի գնացել է գյուղացիներին է Կիրանցում դա գյուղացիներին է դա ասում դա ինչ բան է գյուղացիներին քարոզելը էլի սխալ կլինի եթե ինչ որ մի հատ չգիտեմ օրինակ Ամերիկայի ինչ որ պաշտպանության նախարարի մոտ դա ասել էլի սխալ է բայց Գնացել է գյուղացիների նման բաներ է քարոզում։ Ասում է
լեգիտիմությունը ավելի կարևոր է։ Ասեմ ոնց կարա լեգիտիմությունը, ասեմ, օծից է գալիս լեգիտիմությունը։ Ասում է, եթե բանակը չի կարա լինի, ավելի մեծ բանակա, մեծ կգա կհաղթի, կվերցնի մեր հողը։ Ադե որտես նայենք, փոքր պետությունները, փոքրաթիվ ազգերը չպետք է բանակ ունենան, որովհետև մենակ թող ամերիկան բանակ ունենա աշխարհում ու վերջ, որովհետև մեկ ամերիկան կարող է հաղթի, օրինակ եմ ասում։ Այս հակառակը չէ, փոքրաթիվ ազգերը Բայց ով ասել որ իրանք արևիշ է կառավարությունը պետք է տալ, կառավարությունը պետք է տան բանակին։ Այո։ Բայց ով ասել որ իրանք լեգիտիմ են ախպեր։ Ով է տենց բան ասել որ իրանք լեգիտիմ են։ Իրանք անօրինական են։ Չէ, Եթե Կրեմլի իրանք իրավահաջորդն են, եթե եթե իրաց մասի չի ավարտեմ նոր բան կանեմ, չճանաչեմ։ լավ։ Չա ասա ինչ ա եղել որ ասեմ էլի։ Չէ, իրանց լեգիտիմության պահը չէ։ Լեգիտիմություն ասելով, որ ասենք Հայաստանը միջազգայինորեն ճանաչված սահմաններ է, իր 29000, ինչա 800, ինչա իր այդ սովետական Հայաստանի սահմանների բանը, էդի է մեր լեգիտիմությունն է, որ էդի կասես քարի վրա գրված է ու ոչ մեկ մեր չի կարած դա վերջ։ Մենք դրանով լրիվ ապահովված ենք, ինչա թղթի վրա գրած է։ Առաջինը այդ որ գցի երկիր կադաստր չի ունեցել։ Եթե երկիր կադաստր չի ունեցել, ինչի հիման վրա է Հայաստանը անկախած է։ Նայ մի բաներ կա որ շատ sense արմատային է, այսինքն մենք պետք է հետ գնանք մինչև սովետը եւ ընդհանուր սովետից հետո իբր փլուզումը, բայց այդ սովետը չի փլուզվել իրականում, դա կեղծիք է, դա միֆ է։ Դրա համար որ որևիցե հանձնան եւ ընդունման մատյան եւ փաստ չկա որ այդ 15 երկրները այդ հանձնում ընդունումները կատարել են եւ անկախացել են։ Եվ հետո այդ ինչ անկախություն է, որ Կրեմլինն է, ասենք նախագահ ընդունել ինչ որ չեկիստներից, որը որ իրանք ծառայել են Ռուսաստանին, Սովետին, հետո դարել են, ասենք, նախագահ։ Դա ամեն ամբողջովին անօրինական գործողությունները, որ կատարվել է Հայաստանում։ Եվ ոչ միայն Հայաստանում, ամբողջ այդ 15 երկրների մեջ։ Դրանք բոլորը անօրինական են։ Դրա համար բոլորը իրենց համարում են, ասենք, Սովետի իրավահաջորդը։ Ոնց կարելի է այդպես բան։ Եթե դու Սովետից անկախացել ես, ոնց ես հիմա դու ասում որ ես նրա իրավահաջորդն եմ։ Հասկանում եք։ Ուրեմն այս ամեն ինչը անօրինական է։ Այդ որ ինքը խոսում է լեգիտիմությունից, եթե մի գործի ընթացքը սկիզբը մի գործի անօրինական է, դա չի կարող հետագայում օրինական լինի ու լեգիտիմ։ Ուրեմն ամեն ինչը հիմնված է անօրինականության վրա։ Նույնպես Ռուսաստանի կարգավիճակը։ Ռուսաստանը այսօր գոյություն չունի որպես երկիր։ Իրեն չեն ճանաչում որպես երկիր։ Ինչու՞։ Դրա համար որ եւ որ հեղափոխություն եղավ, ցարական Ռուսաստանը պետություն էր, պետականություն ուներ։ Բայց հեղափոխությունից հետո այդ ամեն ինչը ձեռքից տվեց։ Իր ինստիտուտը, իր չարթը, իր պետականությունը կորցրեց, դարձավ խորհրդային միություն։ Փլուզումից հետո իրենք նորից ասում են մենք այո մենք Ռուսաստան ենք, բայց մենք նորից ասենք սովետի իրավորդն ենք։ Ինչու են դա ասում։ Դրա համար էսի ասենք երկու կողմանի խաղ են խաղում։ Դրա համար որ իրանք եթե ուզենան ճանաչվեն որպես ասենք պետականություն, հենց որ ցարական Ռուսաստաններ, ինքը պետք է բոլոր պայմանագրերը որ ասենք կնքվել է տարբեր երկրների հետ, պետք է վերականգնվի այդ պայմանագրերը։ Բայց ինքը չի ուզում այդ գործը անի։ Հենց որ Ռուսաստան եւ որ փլուզվեց Սովետը, ինչ եղավ 4 միլիարդ դոլար պարտք էր ամբողջ աշխարհին։ Բայց այդ պարտքը փակեց։ Չասեց որ մենք այլ կոմունիստ չենք, գնացեք կոմունիստներից ուզեցեք։ Բայց մեր հարցում, որ մեր հողերը տվել է թուրքերին, մեր հողերը նվիրել է ազերիքին եւ ստեղծել է Ադրբեջան, ասենք անօրինական երկիրը, որը որ կայանում է մեր հողերի վրա, դա վիզ չի վերցնում ինքը։ Ասում է գնացեք բաներից ստացեք, կոմունիստներից, մենք էլ կոմունիստ չենք։ Բայց ինչի մասին է խոսքը։ Ուրեմն էլի անօրինականություն է տեղի ունենում։ Հասկանում ես։ Դե այդ է որ 91 թվին առաջին հանրապետության ասենք իրավահաջորդը չդարձանք, բայց Ադրբեջանը դարձավ, ասենք մենք որ հռչակեցինք մեզ երրորդ հանրապետություն, մենք ուրեմն ընդունեցինք սովետի օկուպացիան այդ 70 տարի, ուրեմն մենք ընդունեցինք որ այդ իրոք ինչ որ երկրորդ, այսպես ասած, երկրորդ հանրապետություն է եղել։
բայց ոնց որ մենք մեր գլխին սարքեցինք էլի այսպես Այո, ասած։ բայց դա հանրապետություն չէր, դա խորհրդային միություն էր։ Այո։ Դա խորհրդային միություն էր, որը որ դա հանցագործություն էր, մատ հանցանք էր, որ կատարվել էր։ Դա չի կարող լեգիտիմ լինի։ Եթե հենց այն սկզբից, թե անկախության օրը մենք ասում ենք անկախացել ենք, մենք ինչից ենք անկախացել։ Որ փաստերով, որ քարտեզի հիման վրա։ Մենք կայացած պետություն ենք եղել, մենք պետականություն ենք ունեցել։ Մենք ինքնորոշման խնդիր չենք ունեցել, մենք ազատագրման խնդիր ենք ունեցել։ Մենք ինքնորոշված եղել ենք։ Կոմունիստները մեր հողերը տվել են հրեական, ասենք, իրancs կազմով, էլի, Ստալին, Ջուկաշվիլին, Լենինը եւ մնացածները։ Մեր հողերը տվել են թուրքերին, հետո մեզի հիմա Ռուսաստանը ասում է գնա նրանցից ուզի։ Բայց եթե տենց է, դու ո՞նց ես 4 միլիարդ դոլար պարտքդ փակե։ Թող նրա հետ էլ Ամերիկային ասեիր գնա կոմունիստներից ուզի։ Բայց խի տերես կային է այդ հարցում։ Ուրեմն դու պիտի ես հարցում ես տեր կայինես։ Դու պիտի մեր հողերը հետ տաս, պլյուս Արևմտյան Հայաստանը, Փայտակարանը, Բաքուրակերտը, Արցախը, Նախճեվանը, Բաթումին, բոլորը։ Այտենց չի որ իրանք որտեղ որ պետք է, ասում են մենք պետություն ենք, որտեղ որ պետք չի, ասում են մենք իրավահաջորդն ենք, ասենք սովետինը։ Դա չեղավ արդեն։ Դրա համար ինքը հիմա կարգավիճակ չունի Ռուսաստանը։ Անգլիան, Ամերիկան, Ֆրանսիան իրան չեն ճանաչում որպես Ռուսաստան պետություն, պետականություն ունեցող մի երկիր։ Դե մոտ արդեն իրանց խնդիրը այս ակեսպային Հայաստանի պահը որ այդ որ ճանաչվեց որպես ասենք երրորդ հանրապետություն ճանաչեց առաջին հանրապետության բանը, դա արելի վնաս տվեց, էլի։ Դա ասենք մեր ոնց է դուրը փակեց, որ մենք չկարողանանք ապագայում այդ բաները մեր հողերը ազատագրենք, եթե ընդունենք առաջին հանրապետության սահմանները, իրական սահմանները, դա արդեն մեզ իրավական հիմք կտար ապագայում, երբ որ մենք ես իտալնա ԱԺԲ-ն չէ, օրինակ ասում որ այս բաները, որ մենք պետք է առաջին հանրապետության իրավահաջորդը դառնանք, ԱԺԲ-ն ասում է, բայց ես սին հույսեր չունեմ, որ մենք կարող ենք գնանք ազգային դատարան, ասենք ուղղակի ստեղծել ցույց տանք ու իրանք էլ մեզ տան արևմտյան, ասենք Հայաստանից։ Իրանք բայց այտենց են պատկերացնում։ Մենք այտենց բաներով մեր ժողովրդին չենք խափում, էլի, հուսախապ չենք անում։ Չէ, իմանում ես ինչա։ Գոնե այդ իրավական հիմք ունենանք, որ ուժով ապագայում, որ ուժով մենք ազատագրենք, մենք արդեն կասենք, էսի միշտ մերն է եղել, էսի թուղթը ապացուցում ասենք, ուժից պետք է բխի թուղթը, թղթից ուժը ասենք չի կարող բխել, էլի, դա իմ ասածը։ Բայց դա դուրը ոնց է փակեցին, ես համաձայն եմ քո ասածի, կարողանանք անենք։ Այո, ես համաձայն եմ քո ասածի հետ, բայց այդ արևմտյան Հայաստանի հարցը լիովին տարբերվում է Արցախի հարցից։ Դրա համար որ արևմտյան Հայաստանը ճանաչել է Վուդրո Վիլսոն իրենց նախագահ Ամերիկայի, որը որ դա անվճիր է։ Անվճիր որ ճանաչվում է մի բանը, միջազգային այդ իրանց բանին, մատյանում։ Դա նշանակում է որ 1000 տարի էր որ անցնի, այդ հողերը մերն է։ 500,000 տարի էլ անցնի, այդ դրա համար դա անվճիր է, դա իր վրա վճիռ չկա։ Ոչ ոք չի կարող ասի որ այդ հողերը հայերինը չի, մերը չի։ Դա մերն է։ Դրա համար էլ մինչև այսօրս Թուրքիան ինչ արել է, այդ տարածքները տվել է քուրդերին եւ որևիցե ասենք բան բարելավում գործեր տեղի չի ունեցել, որևիցե բան չի կառուցվել։ Եվ իշքան քուրդ կա, մտցրել է արևմտյան Հայաստան, որը ինչ ելնի, հետագայում քուրդերը ուզենան այդ հողերը տիրանան։ Բայց դա չլինող բան է, դրա համար որ դա այդ անվճիր փաստաթղթի մեջ ինչ ձայնը ուշ է հասնում, ասում եմ դա հիմա էլ ուզում են էլի իրանց աշկերը մեր հողերի վրա քուրդերի։ Այդ քուրդերը միշտ էլ ասենք հենց տեղ էլ է այտենց Իրանում էլ է այտենց Իրաքում էլ է այտենց Սիրիայում էլ է այտենց բոլոր իրանցն են համարում։ Բայց մի խոսքով այդ անվճիր բանը որ եղել է, փաստաթուղթը որ կա, դա չի կարող որևիցե ձև չեղարկվի։ Ուղղակի Ամերիկայի պետությունը չի ընդունում դա։ Դրա համար որ եթե դա ուզենա ընդունի, պիտի հայոց ցեղասպանությունը ճանաչի։ Եվ հայոց ցեղասպանությունը ինքը չի ճանաչում, քանի որ դավաճանները, որը իշխել են Արմենիայի վրա, իրենք էլ չեն ճանաչացել հայոց ցեղասպանությունը եւ իրենք հրաժարվել են բոլոր, ասենք, մեր պահանջատիրությունից, որը որ կազմում է 12 տրիլիոն դոլար եւ պլյուս մեր հայկական հողերը, որ դա պետք է վերադարձվի մեզի։
Բայց իրանք դա չեն անում, դրա համար որ էտի իրանց ձեռ չի տալիս որ Հայաստանը հզոր երկիր դառնա։ Այդ միջոցով Թուրքիան կփլուզվի։ Եթե իրանք ուզենան այդքան գումարը մեզի տան, իրանց տնտեսությունը վերջ կուտի, իրանք վերջ կուտեն։ Դրա համար էլ սրանց ինչ են ասել, հրաման են տվել, որ դուք պիտի հրաժարվեք եւ սրանք էլ հրաժարվել են։ Բայց նորից եմ ասում, եթե մի բանի սկիզբը անօրինական է, չի կարող իր հետագան օրինական լինի։ Սրանք բոլորը ստորագրությունները, բոլոր պայմանագրերը, որ կնքել են, բոլորը անօրինական են։ Հիմքից 1921 թվականից մինչև առայսօրս որևիցե պայմանագիր չի կարող օրինական լինի։ Դրա համար մենք ասում ենք, այս ամբողջ համակարգի, ասենք, դեմ ենք, մենք այս ոչ մեկին իրականում չենք ճանաչում որպես Հայաստանի շահերը պաշտպանող ինչ-որ մի առաջնորդ, օտար երկրին, մասնավորապես Ռուսաստանի շահերին սպասարկող կամակատարներ են եղել այսքան ժամանակ, ու դրա համար, օկուպացիա, դա հիմա գոնե դե յուրե կա, դա ամեն դեպքում պետք է ինչքան էլ վատ լինի, գոնե Էդի ունենք ու եթե Արցախում չհաղթենք, Արցախյան ազատագրական պատերազմ ուժը ցուցաբերենք, ինչ որ մենք մեզնից ինչ որ մի բան չներկայացնենք, կարող է դա ընդհանրապես չունենանք։ Կարող է մենք վաղուց արդեն, չգիտեմ, Դաղեստանի նման ինչ որ մի բան դառնանք, օրինակ եմ ասում, էլի, չկարողանանք լրիվ այդ պատերազմը կորցնենք, մենք կարող է արդեն Արմենիան, Ադրբեջան լիներ այն ժամանակ, չգիտենք ինչ կլիներ, էլի, բայց գոնե կա էսի հիմա փոխանակել 30 տարում փոխանակ այդ անկախությունը ամրացնեին, մեզ Հայաստան ավելի ինքնաբավ պահեին, իրոք անկախություն ձեռք բերենք, ինչքան կարող ենք, ասենք, փոխվենք Ռուսաստանից, բան չէ, հակառակը գնացնենք, հետ են գնում ենք դեպի ինչքան այդ հանրապետության թվերը շատանում է, հիմա ուզում են 4-րդ հանրապետություն ստեղծել, ինչքան շատանում է, այնքան Հայաստանը թուլանում է։ Սրանք ինչ է 5-րդ հանրապետությունն ինչ է լինել, նա Երևան քաղաք-պետություն օրինակ։ Իրանք այդպես sense պատկերացնում էլի։ Այդ է մի ուրիշ թեմա է, այդ արժե դրա մասին խոսենք, այսպես ասած 4-րդ հանրապետությունը, որ ասենք այս 3-րդ այսպես ասած 3-րդ հանրապետությունը կախված է Ռուսաստանից, այս քանի տարի արդեն 35 տարի է։ Հիմա ուզում են մի հատ 4-րդ հանրապետություն մեր գլխին սարքեն, որը ոչ միայն Ռուսաստանից, այլև Ադրբեջանից ասեն Ադրբեջանից կախված լինենք, չգիտեմ, էներգիայի համար, բենզինի համար, որ երբ ուզի ինքը կտրի, մեզ ասենք սովամանի օրինակ եմ ասում, էլի։ Այդ է սրանց ուզում է, ուսի կարծում է Հայաստանը կախված պահելով Ադրբեջանից, բնակ Հայաստանը կախված պահելով Ադրբեջանից, դա ինքը խաղաղություն է համարում։ Մեկին ստրկանալը, դա խաղաղություն է ինքը համարում։ Ասենք, էսա էս խրտվիլակի, այս սրիկաների այս խմբակը, այս գրավել են այդ պետությունը, մեր ամբողջ ասենք երկիրը, իրանք sense են մտածում։ Ու ժողովուրդը այնպես են մատուցում ժողովրդին, որ խապում են Իմանում ես ինչա դա հրաման է։ Չլինի, լավ լինի։ Ես մտածում եմ, որ իրանք շատ փոքր են, որ ինչ որ բան մտածեն, ասենք հիմա լսվում է ձայնս։ Չէ, լսում է, ուղղակի ուշ է հասնում, էլի ձայնը դրա համար։ Ոչինչ։ Ես տենց եմ մտածում, որ իրանք շատ ավելի փոքր են, որ ուզենան ինչ որ բան որոշումներ կայացնեն, ասենք երկրի իրավիճակի մասին։ Իրենք ընդամենը խաղալիքներ են մասոնական օթյակի ձեռքը։ Այն ինչ որ օթյակը իրենց ասի, իրենք պետք է կատարեն եւ իրանք այդ գործն են անում։ Իրանք իրենցից դուրս ոչինչ չեն կարող անել։ Դուք կհիշեք, որ պատերազմի թեժ օրերին 44-օրյա պատերազմում մենք տեսանք, որ հայկական մասոնական օթյակը ուղղակիորեն թռիչք ունեցավ Բաքու։ Նույն ժամանակ, որ երկու պետություն իրար հետ կռվում էին, ինչը այնտեղ ժողով կար, պետք է էթին մասնակցեն։ Այսինքն սրանք վեր են մասոնական օթյակի մասին է խոսքը։ Աշա, այսինքն ով գնաց, անունը ով այդ մարդը, ով թռիչքով գնաց Բաքու։ Օթյակի մարդիկ, մասոնական օթյակի մարդիկ։ Այո, ժողով կար, չէ՞, Բաքվում մի հատ ջրուների ինչ-որ մի հատ այնպես բաներ, ինչ-որ հիշում եմ այնպես մի բան։ Այո։ Այսինքն ցույց է տալիս էդի,
Այդ եմ ուզում ասեմ, դա ցույց է տալիս, որ իրենք վեր են ամեն ինչից։ Իրանք պետությունից էլ վեր են, դրա համար պետությունը իրականում իրանք են։ Ոնց կարելի է երկու պետություն պատերազմի մեջ են, օրինակի համար եմ ասում, չնայած Ադրբեջան երկիր գոյություն չունի, դա անօրինական մի հատ հանցագործ ռեժիմ է։ Բայց ասենք պատկերացրու, երկու հատ երկիր պատերազմի մեջ են, հետո ասենք օթիակի անդամները հելնում են, էցում են այնտեղ ուղղակիորեն թռիչք, այսինքն շատ հանգիստ թռնում են ու պատերազմի մեջ էլ երկուսն էլ ասենք այնտեղ մարդա զոհվում, մարդա սպանվում, իսկի կարևոր չի։ Իրանք ուղիղ թռիչք ունեն այնտեղ, որ իրանք ժողովին հասնեն։ Շատ հետաքրքիր է։ Հետո էլ ասում են մենք անկախ ենք, ոչ, անկախություն չկա։ Սրանք բոլորը խամաճիկներն են օթիակի։ Ինչ որ օթիակ իրենց ասի, իրանք հենց են գործը կանեն։ Դա հեքիաթ է, որ իրանք ասում են մենք ենք որոշողը, ոչ ոք որոշողը չի, բացի օթիակը։ Թե արևելյան եւ թե արևմտյան։ Արևմտյանը հրամանը տալիս է արևելյան օթիակին, արևելյան օթիակն էլ այս տարածաշրջանի երկրներին է հրամանները տալիս։ Ուրեմն բոլորը խաղալիք են։ Մենք որ ասենք դու պատկերացրու, մենք հենց հիմա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրենց ասելով, մենք իրավունք չունենք, որ ասենք գնանք թշնամի երկիր, ճիշտ է, գդատվենք կամ այնտեղ գերի կընկնենք, մեզի կսպանեն, բայց սրանց համար սահման չկա։ Սրանք ուղիղ թռիչք արեցին, գնացին այնտեղ իրանք ժողովին հասան։ Այդքանը։ Հա։ Դե հա, այդ օթակների պահը կա, բայց ամեն դեպքում հիմա շատն է միջազգային ասենք առումով նայենք, հա, իրականում այս արմուտ կարևել իրականում թշնամիներ չեն, իրականում ասենք հա հակառակորդներն են, շատերը դե ասում են, դե մի շատ էս Ռուսաստանի անունը տալիս, բա Անգլիան բան, հա, հասկացանք, անգլիաներ կա, այնտեղ էլ իհարկե ջհուները բռնազավթել են անգլիական բանը, բայց հիմա ասենք ոսեմ վիշապա, երկու թև ունի օրինակ, այ արևելյան թև, այս արևմտյան թև ասենք Անգլիան, արևելյան թև ասենք Ռուսաստան, հիմա մենք այս բանին դե քանի որ այս տիրույթում ենք, ռուսական տիրույթում ենք, հիմա մենք այդ արևելյան այդ ձախ կողմի թևի տակ ենք, էլի, աշկով ձախ ինչև է, դրա թևի տակ ենք, հիմա մենք պետք է փորձենք այդ թևից ազատվենք, հետո կերևա, հետո ասենք մտածենք, գոնե թևից որ ազատվենք, հետո ընդհանուր ասենք վիշապից ազատվենք, հասկանում ես, հիմա ամեն աշխարհը մեծ է, ըստ ոնց որ տիրույթի են բաժանել, հիմա համար եմ անցած շեշտում, ասենք KGB-ն է, հա, սրանք իհարկե անկախ իջով որոշումներ չեն կայացնում, առանց Կրեմլի դաբրոնի, այսպես ասած, դրանք ոչ մի բան չեն կարող, որոշում չեն կարող կայացնել, դե հաստատ։ Այս որ ասում են Նիկոլ Արմատամետը, այդպես կարող ենք դրա մասին խոսել մյուս անգամ, արևմտյան հեղափոխություն ա եղել, դրա համար Նիկոլը եկավ, ասենք, այդ աբսուրդ է, էլի, պարելով, երկելով հելանեկան իշխանություն գրավեցին Գյումրիից։ Մենք չենք կարող մի հատ համաժողով կազմակերպենք առանց կենտրոնում առանց, ասենք, Կրեմլը վայնասուն բարձրացնելով, սրանք պարելով, երկելով եկել են։ Որտե ասելով թե ինչու ասենք, ինչու Սերժը արեց, էլի նորից ինքը չորոշեց։ Էլի Կրեմլը ուզեցավ, որ Սերժին հանի Նիկոլին դնի, որպեսզի քանի որ Սերժը Քոչյանը պարզ իրանք բան են, դե Լևոնը պարզ իրանք ակնհայտ ասենք KGB-ի բաներ են, չէ, գործականներ են եղել, ինքը չէ կարող նրանց օրոք Արցախը դավաճանել, որովհետև արդեն պարզ կերևար, որ էսի ասենք ռուսական դավադրություն ա եղել։ Իրան պետք էր, որ մակերեսորեն ինչ որ մի արևմտամետ գա, շակերտների մեջ ինչ որ արևմտամետ, ինչ որ սորոսական գա, որ հետո այդ քավուսա նոխազ, ասի, տեսեք, հակառուսները գալիս են իշխանության Հայաստանում, Հայաստանի համար վնաս է լինում։ Ու շատերի մոտ էդ է, շատ լիքը ռուսամետներ կան, ինչ լիքը, բոլոր ռուսամետները Հայաստանում տենց են մտածում, տեսեք, ասենք, արևմտամետ սորոսականներ եկան, Ռուսաստանի հետ փչացրին հարաբերությունները, Արցախը կորցրին։ Որ Ռուսաստանն հենց էդ է, հենց ամբողջ նպատակը էդ է, որ մարդիկ այդպես մտածեն։ Ու շատերն այդպես մտածում են 100%, ասենք շատ քչեն են էլի իրականում որ ասում են չէ առանց դաբրոնի Կրեմլի դաբրոնի ոչ մի բան չէր կարող անել այդ խրտվիլակը այդպես պարելով երկելով միանշանակ իշխանություն վերցնել էլի եղբայր եթե բանունս ասում որ դա դերսական մի հատ ասա անհնարելի ասենք բան է
Այս կապը տախտը։ Վերջնական մի բան ասա, հետո այս բանը ամփոփեմ, էլի արդեն մի ժամ անցավ։ Շատ լավ։ Ես ասում եմ, որ միանշանակ ճիշտ ես, դա չէր կարող որ։ Դա ծրագիր էր հենց Կրեմլինի կողմից եւ հենց արևմտյան օթյակի կողմից հրաման էր։ Դրա համար որ արդեն Սերժը չէր կարող մնալ ինքն էլ ասում, եթե չլինեին մեծ ուժերը, ինքը Ալիևին ասավ այդ խոսքը, ասավ եթե չլինեին մեծ ուժերը, դու ականջիդ հետև ավելի շուտ կտենայիր, քան թե Շուշինը եւ Հադրութը։ Մի խոսքով այդ ամեն ինչը ծրագիր էր, դրա համար որ Սերժը չէր կարող շարունակել։ Դրա համար որ ծրագիր կար, հողերի հանձնումը կար, կորոնայի խաղը կար, ինքը արդեն իր ուժերից դուրս էր եւ ինքը չհամաձայնվեց։ Դրա համար էլ իրեն օթիակ ուղարկեց բանի էլի հարցակուրտի։ Այդքանը եղբայր։ Հա, դեսել էլ ապրես, շնորհակալություն։ Ես ուղղակի էլի մի ուրիշ առանձին թեմա է։ Ես փորձում եմ ժամանակ դժվար է էլի, փորձում եմ շատ նույն բաները չկրկնենք, բայց հա, ստիպված ենք լինում, որովհետև իրար հետ խաչվում են այս բոլոր թեմաները, չեն կարող լինում անջատել։ Բայց մի խոսքով այսօր այդ բանակի բաներ, քանի որ դա 2-3 օր առաջ բանակներ, մենք դրա համար այդ sense բանակի օրվա կապակցությամբ մենք մեր առաջին քայլերը հրապարակեցինք հաղթական ոգով։ Ինչպես տեսնում եք, սրանք ուզում են մեզ մեր մեջ այդ ստրկական խղճուկ մուրացկանի այդ ոգի իսկի չի կարելի ասել դրան մտածելակերպը ներարկել, որ մեզ այտենց հնազանդ պահեն, խելոք հնազանդ հայ է լինի, գլուխը կախ, այսպես ասած կզծրած, ոնց որ կա այդ կզծրած մի հատ արձան կա Հիսուսյան գոտայում հենց Նիկոլի օրոքա տեղադրվել, ու իրանք ուզում են հայը տենց լինի։ Ու իրանք ոնց որ ամբողջ քաղաքականությունը դրա շուրջ է պատրվում, ամբողջ նպատակը իրանց դա է։ Իսկ մենք ուզում ենք այդ տալու ենք ջարդենք այդ ամբողջ այս օրակարգը, մեր մի օր միանշանակ մեր հայրենակիցներին հանելու ենք այս հիպնոզի ազդեցությունից։ Հիշեցնելու ենք, ճիշտ չի նույնիսկ ասել սովորեցնել ենք, որը սովորեցնելու բան չկա։ Ճարում ինչ որ ասացի սովորեցնելու ենք, ոչ թե հիշեցնելու ենք, բարձ ճշմարտություն է, էլի, որ այս դաժան աշխարհում, ասենք, եթե դու ուժ ես ներկայացնում, եթե դու պատրաստ ես կռվելու, պայքարելու, ոչ մեկ քեզ բանի տեղ չի դնելու, ոչ մեկ քո հետ հաշվի չի նստելու, ոչ մեկ քեզ չի հարգելու, ոչ մեկ քեզ չի սիրելու ընդհանրապես։ Ու ինչպես անձնական կյանքում, այնպես էլ միջազգային հարաբերություններում այդպես է աշխարհի օրենքը, կանոնը մենք դա չենք ստեղծել, այդպես է որ կա, մենք պետք է հարգենք օրենքը։ Դրա համար մեր երկով մեր քարոշչությամբ մենք փորձում ենք, ինչքան կարողանում ենք, ցավոք, այս բանը չունենք այդ ավելի մեծ ռեսուրսները, բայց մի օր կունենանք այդ նորից վերականգնենք այդ հաղթական ոգին, այդ մարտական ոգին։ Միայն դա արտնասնելու ուրիշ ձև չկա։ Այսքան բարդ է, չէ՞ մեր խնդիրները, այսքան խնդիրներ ունենք, այսքան հարցեր ունենք լուծելու, գնա գալիս եմ, այսպես ասած։ Այնքան կա, որ արդեն չգիտենք որից սկսենք։ Բայց եթե մենք չարտնասնենք այդ պայքարելու կամքը, այդ հաղթելու ոգին, հաղթական ոգին, այդ նույն ոգին, որը ազատագրեց Արցախը 35 տարի առաջ, որի շնորհիվ մենք Սյունիքը պահեցինք Լեռնային Հայաստանում 100 տարի առաջ եւ ջախջախեցինք օսմանցի թուրքերին մայիսյան հերոսամարտում։ Միշտ այդ նույն ոգին, եթե մենք չվերականգնենք այս 21-րդ դարում, մենք կործանված ենք։ Մենք կապ չունի։ Ինչ ուզում ես արա։ Ուզում ես ամենալավ սուր լեզուն ունեցի, ամենալավ գիտությունը բարի, ամենալավ, չգիտեմ, զենքերը առ։ Ինչ ուզում ես արա։ Եթե քո ժողովրդի մեջ, քո հայրենակիցների մեջ այդ ոգին դու չես կարողանում արտասացնել, եթե իշխանությունը առաջնորդը դա չի կարողանում անի, չի կարողանում այդ ոգին նորից արտնասնի, այդ ճիշտ մտածելակերպը ներշնչի իր հայրենակիցների մեջ, դա տապարտված է։ Ինքը ծախողվելու է միանշանակ։ Ամեն ինչ դրանից է բխում։ Էդի որ լինի, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ու դա միանշանակ այդպես է։ Մենք շատ դժվարությունների միջով ենք անցել, այդ ոգին ունենալով դրա շնորհիվ էր, որ մենք կարողացանք մեզնից գերազանցող թշնամուն հաղթենք։ Ու վստահ ենք ապագայում էլի հաղթելու ենք, այդ օրը գալու է։ Սրանով կուզեմ ավարտել, շնորհակալություն բոլորին լսելու համար, մինչ մյուս հանդիպում եւ ամեն դեպքում կեցը Հայաստանը։